Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Աշտարակ քաղաքում եւ կայցել ենք Gourmet Tourmé շոկոլադի գործարան։ Կպատմենք ձեզ շոկոլադի պատմության մասին, ինչպես նաեւ գործարանի պատմության եւ գործունեության մասին։ Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք։ Օրինակ, Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չեկքեկ հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդների կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մեր թվագրությունից առաջ 1750 թվականից։ Մեքսիկայում Չիապասի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մոկայա հնագիտական վայրը վկայում է, որ քարանձավային խմիչքները պատրաստվել են մեր թվագրությունից առաջ 1900 թվականից ավելի վաղ։ Անոթներում հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ կակաոն ի սկզբանե օգտագործվել է ոչ թե որպես խմիչք, այլ կակաոյի հատիկների շուրջ սպիտակ զանգվածը հավանաբար օգտագործվել է որպես ֆերմենտային շաքար, ալկոհոլային խմիչքի համար։ Դասական վաղ շրջանում 460-ից 480 թվականներին մայրաքաղաքի Ռիո Ազուլի թաղամասի մայաների մի գերեզմանոցում հայտնաբերված անոթների վրայի հիերոգլիֆները եւ դրանցում պահպանված շոկոլադե խմիչքների մնացորդները վկայում են այն մասին, որ մայաները 400 տարի շարունակ շոկոլադ են խմել։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մայաները իրենց բակերում աճեցնում էին կակաոյի ծառեր եւ հետո օգտագործում կակաոյի սերմերը փրփրալից դառը խմիչք արտադրելու համար։ Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը եւ կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում։ Նրանք շոկոլադը կապում էին Քվետալկոատլի հետ, որը մի լեգենդի համաձայն աստվածների կողմից տարանջատվեց, քանի որ մարդկանց հետ կիսել էր շոկոլադը։ Ի տարբերություն մայաների, ովքեր շոկոլադը տաք էին սիրում, ացտեկները սառն էին խմում, համեմելով մի շարք համեմունքներով։ Ացտեկները չէին կարողանում աճեցնել կակաո, քանի որ մեքսիկական լեռնաշխարհներում պայմանները հարմար չէին, ուստի շոկոլադը շքեղություն էր, որ ներկրվում էր կայսերությունից։ Նրանք, ովքեր ապրում էին ացտեկների կողմից կառավարվող տարածքներում, կակաոյի սերմերով հարկ էին վճարում, որը համարում էին տուրք։ Կակաոյի հատիկները հաճախ օգտագործվում էին որպես արժույթ։ Մայաներն ու ացտեկները մարդու արյան հետ շոկոլադե խմիչք էին զոհաբերում։ Երազանք էր մեր ընտանիքների բոլոր սփյուռքը հայ ընտանիքների երազանքը այն էր, որ մի օր պետք է հայրենադարձենք, բոլորը երազում են կարող արևմտյան Հայաստան, բայց քանի որ դա այս պահին անհնար է, մենք Հայաստանի անկախությունից հետո շատ լավ մտածեցինք ու մեր պատասխանը դալու համար ցեղասպանին ասեցինք, որ պետք է վերադառնանք, որ իրենց ապացուցենք, որ իրենց ցախողված է իրենց ծրագիրը։ Ու դրանով որոշեցինք, ասեցինք անկախ Հայաստան, ուրեմն պետք է այնտեղ գնանք, չունենալով ոչ մի ծանոթ ստեղ, հայրենադարձեցինք 2005 թվականին ու որոշեցինք վերջնական մնալ ստեղ, առանց իմանալու, որ ինչ գործ պետք է անենք ստեղ, կարևորը կյանքի ընթացքը մեր փոխեցինք ու վերադառնալով ու գալով մայր Հայաստան։ Հետո սկսանք գործի մասին մտածել, որ ինչ կարելի է անել, նախ մեր տասական, մեր փաթեթավորման բիզնեսը դեղափոխեցինք Հայաստան, բայց չաշխատեց, չհուսահատվեցինք, որովհետև վերջնական որոշել ենք ստեղ մնալ ու մինչև վերջ Հայաստան դուք շոկոլադով չենք զբաղվում, չէ։ Ու Հայաստանում իր յուրահատուկ լինելով, ասեցինք մենք էլ յուրահատուկ որոշումներ պետք է առնենք, որովհետև ամեն ինչ չէ, որ ամենտեղ աշխատի, դե ասեմ ոչ միայն Հայաստանում կարողանում բիզնեսը գնաս, չգիտեմ, Իտալիայում անես, էլի չաշխատի, բայց մենք
2 տարի ուսումնասիրեցինք Հայաստանի շուկան ու նկատեցինք, որ մի բան կա, որ մենք սիրում ենք ու նաև Հայաստանում բագասում է։ Ինչն է դա, շոկոլադն ենք շատ սիրում, մեր բոլոր կյանքի ընթացքում մենք մեր դան մեջ հյուրասիրել ենք շոկոլադ, որ մարդիկ հրաժարվեն սիգարետից ու որոշեցինք շոկոլադի բիզնեսով, քանի որ փաթեթավորման լավ փորձառություն ունեինք, ասեցինք փաթեթավորում ու շոկոլադը իրար հետ բսագենք ու լավ ընտանիք կլինի, բայց նաև օգնեց իհարկե, որ Հայաստանում շատ սիրում են շոկոլադ նվիրել։ Դա նկատեցինք, ես ոչ մի երկրում չէի նկատել, որ այսքան շոկոլադը կարևոր է մարդկանց առօրյայի մեջ։ Այսինքն ուր գնում են, շոկոլադ են հետերին դանում, նոր դարուց սկսած մինչև դադիկա այցելելուց։ Ու դա մեզ հուշեց, որ կարելի է շոկոլադ ստեղծել նվերային տեսքով։ Ու դա 14 տարի առաջ սկսանք ու τρել էինք մեր հանգրվանները ոնց պետք է լինեն, սկիզբը դեսագանի էինք ստեղծել, վերջը ասեցինք մեր սեփական խանութները կունենանք, որ մարդիկ նվերի նպատակով գկան ու մեր մոտից իրենց առօրյա նվերը կվերցնեն, բայց հիմքը ու կարևոր ամենակարևոր բանը շոկոլադի համը պետք է բարձրակույնը լինի, այսինքն եվրոպական չափանիշներով ամենալավ շոկոլադը, լավ շոկոլադն ենք արտադրում, բայց դեսքի վրա մենք առօրյա աշխատում ենք, որ թե համը լավ լինի, թե դեսքը։ Տեսեք, մենք նաև քո առօրյայի մեջ ինչ կատարվում է, քո կյանքի առօրյայի մեջ, դա էլ նաև քո գործի մեջ է ստնում, միանշանակ ամեն մարդ կարա նույնը ապացուցի։ Մենք մեր առօրյայի մեջ առաջին տարիները Հայաստանում զգում ենք, որ Հայաստանում շատ բացասական լիցքերով խոսակցություններ ա գնում, բարևից սկսած, որ ասում ես ոնց ես, ասում եմ ոչինչ, զգում ես, որ ինչ-որ բացասական կա, ասեցիք մեր կորձով ու մեր փաթեթավորման պետք է այդ լիցքը մենք էլ մի բան անենք, որ թրագան դառնա, ու սկսանք ամեն մեկ փաթեթավորման, ամեն մեկ նվերի մեջ դնել շատ լավ մթնոլորտ։ Այսինքն, եթե փոքր սալի կա, որ պետք է դանես ընդամենը դուն ուտելու համար, կարող է վրան գրված լինի մի ժպտա կամ գրված լինի լավագույն քույրիգին։ Գնում ես տուն, կարաս քույրիգին դաս, թե շոկոլադն էլ ուտես, բայց ինքը մի հատ ժպիտ ավելացրեցիր դան մեջ։ Ու դա է մեր հատկությունը, որ մենք փորձում ենք անընդհատ ամեն մեկ փաթեթավորման մեջ ինչ-որ ուրախություն ստեղծենք, թրագան, հումոր, հայկական, սիրային, բոլորի վրա աշխատում ենք, որ այդ լիցքը փոխադրվի խանութից մարդկանց դները։ Դեռ մենք դա զգացինք նաև մուտքի դռնից երկուտում ենք, մուտքը միայն ժպիտով, անկախ կզանց արտել։ Ուզում ես, այո, ընդամենը խոսքեր են, բառեր են, դպակրություններ են, որոնք կարող են մարդկանց այդ րոպեին դրամատրությունը բարձրացնի ու տեսեք ինչքան հեշտ է մարդկանց դրամատրությունը բարձրացնել, բայց մենք չգիտեմ ինչի, փորձում ենք միշտ շղթագանի վրա նստել ու միշտ պատմել իրար վատ պատմություններ, անկախ նրանից դա ճիշտ է թե ճիշտ չի, բայց զարմացնելը կարելի է նաև թրագանով լինի, ոչ միայն շղթագանով։ Այս մասը ինքը թանգարան է, հա, որպես շոկոլադ։ Ցուցասրահ ասենք, թանգարան կարող է մեծ բառ է, բայց մենք ստեղծեցինք սա, քանի որ զգացինք, որ մարդիկ շատ էին ուզում մեր գործարանը, այդ լիցքերը, որ մարդկանց մեջ կար, ասում կարող ենք մենք ձեր գործարանը այցելենք։ Մենք այս գործարանի այս երկրորդ փուլն է, մենք ուրիշ տեղ էինք նախկինում, մենք չունենք այդ հնարավորությունը, որ մարդիկ այցելեն մեզ, շատ փոքր էր տարածքը, չունենք, այս միտքը չունենք, բայց միտքը նաև եկավ մեր հաջախորդներից, որ ասել են կարող ենք այցելեցել գործարանը, նաև տուրիստական գազագերբություններ, որ Արաքածոտնի մարզում գալիս են, ասում են տուրիստները նաև կարող ենք գալ տեսնել ձեր շոկոլադի գործարանը։ Մենք այս գործարանը սարքելուց նկատի արինք այդ ամեն ինչը ու այս տարածքը ստեղծեցինք հենց այդ նպատակով, որ մարդիկ կան նախ շոկոլադի պատմությունը ոչ ոք չի գիտի, զգում ես եկողներից, որ 2000 տարի առաջ ոնց է սկսել Ամերիկայում, Մեքսիկայում, հետո բերվել է 1700-ի վերջերը Եվրոպա նոր է եկել, ինքը հեղուկ էր, հետո փոխվել է։ Այդ բոլորը ոչ ոք չի գիտի ու դա հետաքրքիր է մարդկանց համար, նաև երեխաների համար, տուրիստների համար, ամեն տարիքի մարդկանց հետաքրքիր է։ Պատմությունը պատմում ենք ընդհանուր ոնց է սկսել շոկոլադը։ Ես ստանում էին ըմպելիք, այո, ըմպելիք, որը վերապահված էր միայն հարուստների, ազնվական ընտանիքի անդամների և կրոնական էլիտայի համար։
Հետո վերջում հաջելի մթնոլորտ է ստեղծվում, եւ որ գարմիր գոջակն են սեղմում դահլիճի ու կորձարանի ներսից գալիս է աշխատող մեր թարմ այդ հենց այդ օրվա պատրաստված շոկոլադն է հյուրասիրում հյուրերին, իրենք ուրախանում են, ֆորմայի մեջից է դուրս գալիս, շատ հետաքրքիր։ Հյուրեր այցելուները իրենք հնարավորություն ունեն նաև տեսնել ինչպես է արտադրվում։ Իհարկե, այդ process-ը վերջանալուց հետո համդեսի, պատմում ենք մեր մասին, նաև ու այստեղ լուսամուտ ունենք, որը վարակույրները բացվում են ու սկսում են նայել ոնց են կանայք մեր ցերային աշխատանքն են անում իրենց առօրյա աշխատանքով ու կարող են տեսնել ոնց են աշխատում։ Ու վերջավորության էլի սեղանի վրա կարելի է ցերային աշխատանք անել, այսինքն մի հատ շոկոլադ փաթեթավորել, ամեն մարդ այդ մի շոկոլադը հետը դանում է դուն։ Ու հաջելի մոտ 40 րոպե է, որոնք մարդիկ գալիս են, ուրախանում են, հարցեր են տալիս մեկ-մեկ ու շատ հաջելի լիցքերով գնում են։ Այստեղ ցուցադրվում է ծեր արտադրանքը։ Այն ոմն մեր արտադրանքը։ Այստեղ ցուցադրվում է կակաոյի միրգը, թե ոնց էր հեղուգեր հարյուրներով դարի ինքը ուժեղացնում էր մարդկանց առօրյան ու վերջում 1700-ի վերջերը ինքը դարձավ բինտ վիճակով։ Հետո այստեղ ծանոթանում են մեր դեսականուն, ճիշտ է ամեն բոլոր դեսականին այստեղ չկա, ավելի շատ մոտ 50%-ն է մեր ապրանքա դեսակին այստեղ, մենք մոտ 170 դեսակ ապրանք ունենք, բայց այստեղ կան մանգագանի հետ կապված, տուրիստականը մի քիչ կչացրել ենք, հիմա տուրիստ չկա, բայց շուտով որ լինի, անցյալ արջի դարի շատ տուրիստներ գալիս այստեղ ու հետաքրքիր ձևով իրենք ծանոթանում են, հարցեր են տալիս ու ամեն մեկ դուպը, որ տեսնում եք այստեղ, իր հետևը լիքը աշխատանքներ կա, որը ստեղծված է ինչ-որ հատուկ մարդկանց համար։ Օրինակ դամ ստեղ, օրինակ այս դուպը տեսնում եք, սովորական դուպա չէ, ուղղանկյուն, տեղի դուպի նման է, շոկոլադին։ Ու ստեղ բացում ես դուպը, էլի ինքը սովորական սև շոկոլադն է, որը շատ առողջական է, ու նաև ինքը սև շոկոլադը որպես տեղորակ ձև է։ Ու սրա համար մարդիկ ուրախանում են իրար նվիրելով, եթե տեսնում է մեկը դրամատրությունը լավ չի, կարող է սրանից վերցնել, բարձ կաղապար է, բայց մարդկանց մոտ հաճույք է տալիս։ Երեխեքը, որ օրինակ սենց հիմա մեյլի թարն է, փաստում են սենց ասում է յուրահատուկ մարդու համար, սենց իջացնում է։ Կամ մի հատ ունենք այստեղ, եթե սիրահարված է, կդանի իր ընկերուին հանդիպման, կփանա սենց իմ սերն աճում է։ Ու էլի նույն շոկոլադն է որ տնում ենք ընդհանրապես, բայց դարբեր նվերային տեսքով։ Նաև հայկականի վրա շատ ենք հիմնված, այստեղ ունենք 10-րդ դարու մեր տեքստիլ հագուստի տպագրությունը, որ մատենաթարոնում կա, դրանց նախշերն են սրանք։ Ու նաև մի հատ նմուշ, թե ոնց էին ժամանակին տպում հագուստի վրա։ Ու եւ շատ բաներ սիրահարների համար շատ մեծ դարբերակներ ունենք։ Այստեղ երաժիշտների համար շատ բաներ ունենք, հայկականը, ռոքը, ջազը, բոլորը ունեն իրենց հատուկ, օրինակ եթե առնում եք էս, ռոքը ինքը հարվածային կորձիկ է, մեր աշխատողը գիտարի փոխարեն տնում է հարվածային կորձիկներ։ Ու դա զարմացնում է ձեր ընկերոջը, որը հարվածային կորձիկով է զբաղվում։ Ունենք ազգային, ունենք դուդուգը, զուրնան։ Անընդհատ մի բան կա, որ մարդկանց խանութ մտնելուց հետո տեսնեն, որ ինչ կարելի է իրենց կողքի մարդկանց զարմացնել կամ ուրախացնել։ Այդ դա նպատակը։ Կարող ենք գնալ արտադրությունը տեսնել։ Իհարկե, կտեսնենք հիմա փուլերով կանցնենք։ Հիմնականում ստեղ հալածվում են, ֆորմաները սենց են լցվում ամեջը, առաջին պրոցեսը էս է, հալածվող պրոցեսն է։ Մի հատ լցրեք ֆորմա։
Ստեղ սառնանալը դավարտեն, են գոմից դուրս են գալիս, հիմա հերթով դուրս են գալիս։ Այս մասում չէ։ Այս մասում խփումը դուրս է գալիս ֆորմայից։ Ու շարվում մինչև վաղը, որ վաղը փաթեթավոր է։ Մի օր մնում է, հա։ Մի օր մնում է։ Ու սենց ամեն ֆորմա ինքն իր փաթեթավորման հատվածը ունի հետո։ Դարբեր գանանք, դարբեր բաներ են փաթեթավորում ու արդեն հետո ֆորմաները գնում են լվացվելու, դուրս են գալիս խոնավությունն են կանում ֆորմային ստեղ ու հետ գնում է նորից նույն պրոցեսը։ Դարբեր բաներ են փաթեթավորում, այստեղ օրինակ ռեստորանի համար է փաթեթավորվում, սուրճի գողքը վրձնում են։ Այստեղ հայկական դեսարժան վայրերով է։ Այստեղ առանց թղթի է, պատրաստվում է, որ ցանկացած բան փաթեթավորվի։ Այստեղ դուփեր են հավաքում, այս մեր դուփերը, որի մեջ շնորհավոր կա, սիրո մասին կա, դարբեր թեմաներով մի հատ դուփ է, այս դպրոցականի համար է, ընդմիջման ժամանակ ուտելու համար է։ Եվ շարունակվում այստեղ էլ սա էլ ինչ սրա շահույթը գնում է քաղցկեղով դարաբող երեխեքի համար։ Այս մի աբրանքա, որ մշտական վաճառքից հետո մենք հաշվում ենք, նայում ենք ինչ շահ արեց այս աբրանքով ու ուղարկում ենք հիվանդ երեխաների բուժման համար։ Եվ դարբեր բաներ, ստեղ օրինակ տեսեք, այս պատրաստում է, եթե լուր է գալիս, որ երեխան ծնվելու է, ես գալիս եմ, սպասում եք ինձ։ Այս ընկերների համար է, մեր ընկերությունը անկին է։ Մեկը որ ամաչում է ասի, իրեն օգնում ենք, ես քեզ հավանում եմ, փոխանակ ասի ուղարկում է այս շոկոլադը։ Այսինքն մարդկանց յանքի մեջ է մտնում, որ կարողանանք իրենց էլ օգնենք։ Այսքանը։ Մինչև 16-րդ դարը ոչ մի եվրոպացի կենտրոնական Ամերիկայի ժողովուրդներից երբևէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին։ Քրիստոֆոր Կոլումբոսը եւ իր որդին Ֆերդինանդը կակաոյի սերմերը առաջին անգամ տեսել են դեպի Ամերիկա Կոլումբոսի 4-րդ ուղևորության ժամանակ 1502 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա եւ իր անձնակազմը կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին նաեւ կակաոյի հատիկներ։ Իսպանացի կոնկուիստադոր Հրենան Կորտեսը առաջինն էր, որ հանդիպես այդ փրփրալից խմիչքին, քանի որ Մոնտեզումայում այն ընթրիքի ավարտի անբաժան մասն էր։ Ջոզեֆ Ակոստան 16-րդ դարում իսպանացի ճիզվիտ միսիոներ էր, ով գրեց խմիչքի իսպանացիների վրա ունեցած աճող ազդեցության մասին։ Այս խմիչքը լայն կիրառություն ուներ հնդիկների շրջանում, որոնք խնջույքի ժամանակ հյուրասիրում էին իրենց երկիր այցելած ազնվականներին։ Իրենց երկրում հաստատված իսպանացիները եւ կանայք եւ տղամարդիկ մեծ հակում ունեին շոկոլադի նկատմամբ։ Չնայած Կոլումբոսն Իսպանիա վերադառնալիս իր հետ վերցրել էր կակաոյի հատիկներ, շոկոլադը որևէ ազդեցություն չունեցավ, մինչև իսպանացի միաբանները այն չներկայացրին իսպանական դատարան։ Ատտեսի Իսպանիայի նվաճումից հետո շոկոլադը ներմուծվեց Եվրոպա։ Այնտեղ այն արագ հավանության արժանացավ դատարանում։ Այն դեռ շարունակում էր օգտագործվել որպես խմիչք, սակայն իսպանացիները բնական դառնությունը մեղմացնելու համար ավելացնում էին շաքար կամ մեղր ավելի հաճելի համ ու հոտ հաղորդելու համար։ Ցավոք այդ համեմունքները միտված էին Եվրոպական կոնվենցիայի չեզոքացմանը։ Ինսայքլոպեդին ասում է. շոկոլադի հաճելի բուրմունքն ու հոյակապ համը այն խթանն է, որը մեծացնում է շոկոլադի պահանջարկը, բայց երկար փորձը ցույց տվեց, որ այն կարող է ստամոքսի վրա բացասական ազդեցություն ունենալ։
Դա է պատճառը, որ առողջ շոկոլադ ասելով ի նկատի ունեն առանց վանիլինի շոկոլադը։ Մինչև 1602 թվականը շոկոլադը Իսպանիայից հասավ Ավստրիա։ Մոտ 100 տարվա ընթացքում շոկոլադը տարածվեց ողջ Եվրոպայում։ Շոկոլադի հանդեպ մեծ սերը 1600-ականների սկզբից 1800-ական թվականների վերջ ընկած ժամանակահատվածում հանգեցրեց ստրկական շուկայի ծաղկմանը, երբ կակաոյի աշխատատար ու դանդաղ մշակումը կատարվում էր ձեռքով։ Կակաոյի տնկարկները տարածվեցին, երբ անգլիացիները, հոլանդացիները և ֆրանսիացիները սկսեցին գաղութացնել և զբաղվել մշակմամբ։ Մեզոամերիկացի աշխատողների կորստի արդյունքում հիմնականում հիվանդության պատճառով կակաոյի արտադրությունը հիմնականում իրականացվում էր աղքատ աշխատողների և աֆրիկյան ծառաների կողմից։ Արդյունաբերական հեղափոխությունը այն նոր գործընթացներից էր, որ մեծացրեց շոկոլադի արտադրությունը։ 1815 թվականին հոլանդացի քիմիկոս Կոենրադ վան Հոուտենն հիմնային աղեր ավելացրեց շոկոլադին, որը կրճատեց դրա դառնությունը։ Մի քանի տարի անց 1828 թվականին նա ստեղծեց ճնշման սարք բնական ճարպի կակաոյի յուղի մոտ կեսը լիկյորից հեռացնելու համար, որի արդյունքում շոկոլադը դարձավ և էժան և որակյալ։ Այս նորարարությունը ներկայացրեց շոկոլադի ժամանակակից դարաշրջանը։ 1850-ականներին Ժոզեֆ Ֆրայը ստեղծեց աշխարհում առաջին պինդ շոկոլադը։ Ճնշման մեքենայով պատրաստված հոլանդական կակաո անվամբ հայտնի շոկոլադը մեծ նշանակություն է ունեցել շոկոլադի սկզբնական տեսքի վերականգնման գործում, երբ 1847 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող Ժոզեֆ Ֆրայը հայտնաբերեց շոկոլադի խառնուրդ որպես բաղադրիչներ օգտագործելով կակաոյի փոշին և հալված յուղով շաքարը։ Հետագայում նրա Fries of Bristol շոկոլադի գործարանը, որը գտնվում էր Անգլիայում, 1866 թվականին սկսեց զբաղվել Fries Chocolate Cream շոկոլադե ծալիկների լայն արտադրությամբ, որը դարձավ շատ հայտնի։ 180,000, 190, 190,000 pounds, the gentleman on my left. 190,000, going once, going twice, 200,000. Make the moment last with Fries chocolate cream. 17-րդ դարի կեսերից կաթը երբեմն օգտագործվել է որպես շոկոլադե խմիչքների հավելում, բայց 1875 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող շվեյցարացի Դանիել Պետերսը ստեղծեց կաթնային շոկոլադը օգտագործելով Անրի Նեստլեի կողմից մշակված լիկյորի հավելմամբ կաթի փոշին։ 1879 թվականին, երբ Ռուդոլֆ Լինդը ստեղծեց կցորտիչը, շոկոլադի բաղադրությունն ու համը բարելավվեցին։ Նեստլեից բացի 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին մի շարք նշանավոր շոկոլադի ընկերություններ ստեղծվեցին։ Ռոունտրին հիմնադրեց Յորքը և 1862 թվականին Տուկ ընտանիքի բիզնեսը գնելուց հետո սկսեց արտադրել շոկոլադ։ Քեդբրին 1868 թվականին Անգլիայում զբաղվում էր շոկոլադե սալիկների արտադրությամբ։ 1893 թվականին Միլտոն Հերշեյը Չիկագոյի համաշխարհային կոլումբիական ցուցադրության ժամանակ ձեռք բերեց շոկոլադի վերամշակման սարքավորումներ և շուտով սկսեց Հերշեյի շոկոլադների կարիերան շոկոլադի կաղապարով։ Այսօրվա համար այսքանը ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։